Թբիլիսին աջակցում է խաղաղության համաձայնագրին, պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի նախագահը։ Ռևերանսներ Ալիևին դիվանագիտական ժեստ հնարավոր վտանգները չեզոքացնելու համար Իրանի դիրքավորումը Երևան-Թեհրան-Բաքու եռանկյունում։ Զանգեզուրի միջանցքի փոխարեն ճանապարհ Իրանի տարածքով, Թեհրանի կարմիր գիծը, Հայաստանը անփոփոխ սահմաններով։ Արտահանման նվազող թվեր եռամսյակի բացասական ցուցանիշներով, ինչպես դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որ արտահանողները չդոփեն տեղում։ Դատաքննությունն ընդհատվել է, դատավորին դուրս են հանել դատարանի դահլիճից, հակակոռուպցիոն հակաշարքի գործով ապացուցողական գործողություններ է իրականացրել։ Ոչնչացնում են սացիլավորներին, խժռում բուսականությունը, մտնում մարդկանց տները, արտասովոր բզեզների գրոհ Արմավիրում։ Արդյոք Կիևը կհրաժարվի Ղրիմից, Թրամփը հաստատում է Զելենսկին հերքում, Մոսկվան հրադադար առաջարկում մայիսի 9-ին հաղթանակի օրվա առիթով։ Ողբերգական վթար Գյումրիում 5 մեքենա է բախվել, հրշեջ կամազը կողաշրջվել, զոհ ու վիրավորներ կան, այդ թվում երեխա։ Պայթյուն գազալցակայանում Երևան-Սևան մայրուղու վրա մեքենաներ եւ արևային պանելներ են վնասվել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Պետք է ամեն ինչ անել, որ հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ասել է Վրաստանի նախագահը, որ պաշտոնական այցով 3 է ժամանել Երևան։ Սա նախագահի պաշտոնում ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի երկրորդ պաշտոնական այցն է, առաջինը 2 շաբաթ առաջ էր Բաքու։ Կավելաշվիլին Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանի գործընթացները, ընդգծել խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահը հիշեցրել է Թբիլիսիում ապրիլի 17-ին կայացած Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին, որը ըստ Կավելաշվիլիի հարավային Կովկասի երկրների եռակողմ համագործակցության սկիզբն է։ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված վրացական ջանքերը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանը բարձր է գնահատում հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։ Վրաստանը միանշանակ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին։ Մենք հավատում ենք, որ սա կարևոր գործընթացի սկիզբն է, որը պահանջում է հետագա համատեղ ուժ, խաղաղ, անվտանգ, կայուն եւ զարգացած հարավային Կովկասի տարածաշրջան ստեղծելու համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Բաքու այցից իր տպավորություններով է կիսվել մեր մյուս հարևան երկրի Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը սոցցանցի իր էջում գրառման մեջ Ալիևին սիրելի եղբայր է անվանել, ասել, որ այցը համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է։ Ինչ նպատակ ունեն այս ռևերանսները Ալիևին, արդյոք քաղցրացել են Բաքու-Թեհրան հարաբերությունները, դիվանագիտական ժեստ, թե նոր դիրքավորումներ տարածաշրջանում։ Հարցերի պատասխանը փնտրել է Սիրանուշ Մուրադյանը։ Ինչպես է դիրքավորվել Թեհրանը Երևանի ու Բաքվի հետ քաղաքական հարաբերություններում։ Քաղաքագետը Իրանից ասում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում Իրանը աջակցող է։ Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Ադրբեջանի հետ Իրանը չեզոքացման քաղաքականություն է վարում, զսպում հնարավոր վտանգները Բաքվից։ Անհասկանալի է նախագահ Փեզեշքյանի հայտարարությունները, որ մենք եղբայրներ ենք, ինչ-որ շատ ջերմ չէր Ալիևի հետ։ Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները միշտ Իրանի համար չեզոքացման եւ ազատությունը մեծացնելու համար են եղել, որովհետեւ Ադրբեջանը լայն համագործակցություն ունի Իրանի ողջամին թշնամի Իսրայելի հետ եւ Իրանի ամենամեծ մերձակիցը տարածաշրջանում Թուրքիայի հետ։ Իրանը փորձում է իր ազատությունը մեծացնի Ադրբեջանում, որպեսզի կարողանա այդ հակառակորդների վտանգը եւ ազատությունը Ադրբեջանի վրա չեզոքացնի։ Դիվանագիտական ժեստ համարենք դա։ Այո, միանշանակ, որովհետև ամենաշատ Իրանի քաղաքությունը Ադրբեջանին չեզոքացնել եւ գետրել Իրանի թշնամիներին եւ մերձակիցների
բայց Հայաստանի հետ ավելի ջերմ է, Հայաստանի հետ ավելի անկեղծ քաղաքություն է վարվում։ Փույա Հոսեյնին հիշեցնում է, որ մինչև Բաքու մեկնելը նախագահ Փեզեշքյանը ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում պարզաբանեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային տարածքային խնդիրները կարող են վերանալ այն դեպքում, եթե երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն հաշվի առնելով կողմերի իրավունքները։ Եվ ահա այս համապատկերում է թերևս, որ Իրանը փորձում է սեղմել Բաքվի ախորժակը, Իրանի տարածքով ապահովել Ադրբեջան-Նախիջևան կապը, որպեսզի Ադրբեջանը մոռանա չբարձրաձայնի Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը։ Բաքվում Փեզեշքյանն ասաց, որ մենք ճանապարհ տալիս ենք, միջանցք մի ուզեք։ Այո, տարիներ շարունակ 2020 թվականից պատերազմից ժամանակ Իրանը բոլոր հնարավոր դիպլոմատական ջանքերը գործադրում, որպեսզի Ադրբեջանին զսպահի ագրեսիային Հայաստանի վրա եւ իրենց նկերդումները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ չզուգացնի եւ բարոն Փեզեշքյանի այս Ադրբեջանում եւ իր հայտարարությունները դրամահավար են, որ Իրանը ուզում է ճանապարհ, բարի լավ ճանապարհ դրամադրի Ադրբեջանին, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանը Նախճավանին միացնող ճանապարհը Իրանի տարածքում էին եղել, բայց Իրանը փորձում է այդ ճանապարհին դրամադրելով չզուգացնի իրենց նկերդումները Հայաստանի վերաբերյալ եւ Սյունիքի մարզում։ Իսկ համաձայնել է Ալիևը, Փեզեշքյանին հաջողվել է համոզել նրան մոռանալ Զանգեզուրի միջանցքը եւ կենտրոնանալ իրանական ճանապարհի վրա։ Քաղաքագետը Իրանից լավ գիտի, թե ինչ կա Ալիևի ատամի տակ։ Նրանք երբեք չեն մոռանա պանթուրքիզմի գաղափարը, ասում է Հոսեյնին։ Պարզ է Թուրքիայի եւ Ադրբեջանին շարունակ այդ նկերդումները կունենան, որովհետեւ դա Պանթուրքիզմի մեծ գաղափար է, որ մեծ թուրան սարքեն, մեծ թուրքական պետություն սարքեն, մինչև Չինաստան, դա մնում է ուժի մեջ իրանց նկերդումները, բայց Իրանը փորձում է ամեն դեպքում չզուգացնի այս սպառնալիքները, որ կա, որովհետև դա ոչ միայն Հայաստանի վտանգում է, այլ Իրանի անվտանգությունը վտանգի տակ է։ Իրանը փորձում է բոլոր ճանապարհներով զերծ պահի Ադրբեջանին նման նկերդումներից եւ նման ագրեսիայից։ Եվ ահա այս համատեքստում է, որ ըստ Թեհրանցի քաղաքագետի Իրանի նախագահը ադրբեջանական լրատվամիջոցին էլ ասաց. ճանապարհը պատրաստում ենք, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Փեզեշքյանի բառերն են։ Իրանը ըստ Փույա Հոսեյնի մտահոգ է տարածաշրջանի զարգացումներով։ Ասում է, Իրան Միացյալ Նահանգների բանակցությունները ձախողվելու դեպքում հնարավոր է փորձեն ռազմական ճանապարհով Իրանի հետ խնդիրները լուծել։ Թեհրանում մտահոգ են, որ անդրկովկասում էլ երկրորդ ճակատ կբացվի եւ Իրանի թուլանալու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն Զանգեզուրի միջանցք ասածին հասնել։ Սիրան Շմուրեդյան, ժամը լրատվական։ Բաքվում Ալիևի եւ Փեզեշքյանի հանդիպմանը առանցքային է եղել Ադրբեջանի Նախիջևանին կապող ճանապարհի հարցը։ Իրանն իր երկրի տարածքով ճանապարհը տրամադրում է ոչ միայն որպես այլընտրանք Զանգեզուրի միջանցքին, այլ նաեւ տնտեսական շահեր հետապնդելով։ Ըստ քաղաքագետների հստակ է մի բան՝ Թեհրանի համար կարմիր գիծ է Հայաստանը անփոփոխ սահմաններով։ Երբ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանին հարցնում են Հայաստանով անցնող ճանապարհի մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին եւ ամենակարճն է, նա խոսում է երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձ հարգելու կարեւորության մասին։ Հետո արդեն անմիջապես առաջ է բերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը, որը շրջանցում է Հայաստանն ու անցնում Իրանով։ Ձևակերպում է, թե այսպիսով այդ հարցը լուծվում է։ Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև եւ միևնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Այս ճանապարհը, որի ադրբեջանական հատվածը ըստ Ալիևի արդեն կառուցված է, հենց իրենք Ադրբեջանի իշխանություններն էլ փաթեթավորում են որպես այլընտրանք իրենց հնարած Զանգեզուրի միջանցքին։ Ապրիլի սկզբին իր կազմակերպած տխրահռչակ համաժողովում Ալիևը ասել էր, չեն կարող նստել ու սպասել Երևանի որոշմանը։ Իրանի հետ պայմանավորվածությամբ կկառուցեն ճանապարհ, որը կշրջանցի Հայաստանը, վերջինիս կթողնի փակուղում։ Ամբողջովին նույն պայմաններով է Երևանը ճանապարհ առաջարկում Բաքվին, բայց Բաքուն նախընտրում է թեհրանական տարբերակը՝ ավելի երկար ու ավելի
թանկ։ Ինչ բլեֆ է անում այսպիսով Ալիևը։ Քաղաքագետն ասում է Հայաստանից ուզածը միջանցքն է առանց հայերի վերահսկողության, եթե հիմա համաձայնի ճանապարհի տարբերակին, ապա ըստ էության կփակի միջանցք փոկելու հնարավորության պատուհանը, իսկ իրանական ճանապարհը ժամանակ շահելու միջոց է, հատկապես այն դեպքում, երբ Իրանը բոլորովին դեմ չէ իր երկրով ադրբեջանական անցուդարձին։ Լիովին ԶՀՊ Իրանին, որ այդ հաղորդակցության ուղիները անցնել Իրանի տարածքով, Ադրբեջան Նախիջևան, ինչը մեծացնում է իր ազդեցությունը, այդ իմաստով ձեռնտի, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն գոնե այդ հատվածում, այսինքն աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը Իրանի համար կարմիր գիծ է, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետև իրենք հյուսիսից ավելի խոցելի են դառնում։ Թեև իրանական ճանապարհը ավելորդ գլխացավանք է Ադրբեջանի համար, բայց Ալիևի հաշվարկները թույլ չեն տալիս աջակցել հայկական խաղաղության խաչմերուկին։ Դա կարող է Հայաստանին օգուտներ բերել, մյուս կողմից կարող է շարքից դուրս գալ միջանցքով կամ Սյունիքը ադրբեջանցիներով բնակեցնելու սցենարներով հայկական հողերին տիրելու Ալիևյան պլանը։ Իսկ եթե սպասում է ռազմաքաղաքական հարմար առիթի սահմանային սադրանքով կամ բանակցություններով միջանցքի պահանջը վերաշարադրելու, ապա ո՞րն է այդ հարմար առիթը։ Ինչ որ փուլում կարող են հրաժարվել ինչ որ մի պլանից, ինչ որ փուլում մեկ այլ պլանից դրանք փոխել, բայց դերշտանպատակը իրենք չեն փոխելու։ Հիմա խանգարում է այն, որ դեռևս հստակություն չկա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա հարաբերություններում, բավականին կոշտ է Իրանի դիրքորոշումը այդ հարցում, բարձրացած կոնսենսուս չկա, որ Ադրբեջանին թույլ կտար այդ հարցը լուծել։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որը ինքնուրույն որոշում ընդունի հարձակվել մեկ այլ ինքնիշխան պետության վրա։ Պաշտոնական Երևանը ամեն հարմար առիթով է ասում Հայաստանի սուվերենության շրջանակում պատրաստ է ճանապարհ տրամադրել, նույնիսկ բեռների ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցված տարբերակ է առաջարկում, բայց Բաքուն նախընտրում է շարժակազմը տանել ու բերել իրանական ճամփեքով։ Դիվանագիտական համբերությունը մտածված է հանուն Զանգեզուրի միջանցքի։ Տիգրանուհի Գուրգենյան, ժամը լրատվական։ Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սքոմատյան Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Վաղը ժամը 10-ից 13-ը եւ 15-ից 17-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Հիշեցնեմ, շաբաթ օրը Բանդերաբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին եւ հրդեհին զոհեր գնացել 70 մարդ, 138 մարդ այրվածքներով դեռ հիվանդանոցում է։ Պայթյունի պատճառը վառելիքի լցանավի բախումն էր, Իրանում 3 սգո օր էր։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Արտահանման նվազող թվեր երամսյակի բացասական ցուցանիշներով, ինչպես դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որ արտահանողները չդոփեն տեղում։ Դատաքննությունն ընդհատվել է, դատավորին դուրս են հանել դատարանի դահլիճից, հակակոռուպցիոն հակաշարքի գործով ապացուցողական գործողություններ է իրականացրել։ Ոչնչացնում են սացիլավորներին, խժռում բուսականությունը, մտնում մարդկանց տները, արտասովոր բզեզների գրոհ արմավիրում։ Արդյոք Կիևը կհրաժարվի Ղրիմից, Թրամփը հաստատում է Զելենսկին հերքում, Մոսկվան հրադադար առաջարկում մայիսի 9-ին հաղթանակի օրվա առիթով։ Մենք վերադարձանք, թողարկումը շարունակում ենք միջազգային լրահոսով։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը սրվում է, Պակիստանի պաշտպանության նախարարը չի բացառել առաջիկա 2-ից 4 օրվա ընթացքում պատերազմի սկսման հնարավորությունը։ Պակիստանի զինուժը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի։ Նախարարը նշել է, որ երկրի միջուկային զինանոցը կօգտագործվի միայն այն դեպքում, եթե իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք լինի։ Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, սոցցանցում հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Այս որոշումը կայացնելով մենք հրաժարվում ենք քաղաքականացված ինստիտուտի մաս լինել, որը կորցրել է իր անաչառությունն ու վստահությունը, գրել է նա։ Հունգարիայի միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը, ընդունելով Իսրայելի վարչապետին, որին ձերբակալելու որոշում ունի միջազգային դատարանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման առաջին 3 ամիսների ընթացքում առնվազն 121,000 պետական աշխատող է հեռացվել աշխատանքից։ CNN-ի տեղեկացմամբ այս ցուցանիշը 2 անգամ ավելի է, քան ցանկացած այլ ոլորտում գրանցված կրճատումների թիվը։ Աշխատողների կրճատումները ամենաշատը հարվածել է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությանը։ Ամիսներ տևած կրճատումներից հետո պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է USAID-ի փակման մասին։ CNN-ը հավելում է, որ կրճատված պետական ծառայողների թիվը կարող է հասնել 280,000-ի։
Որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ եւ ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Միջազգային վերլուծաբանների կարծիքով սա Սպիտակ տան ղեկավարի գերնպատակն է, որն ուզում է միջնորդի դեր ստանձնելով իր պաշտոնավարման 100-րդ օրը հայտարարել աշխարհին արյունահեղ պատերազմի շուրջ բանակցություններում համաձայնության գալու հաջողության մասին։ Վատիկանում Զելենսկու հետ տետատետ հանդիպումանից հետո Թրամփը ասաց, թե Կիևը համաձայնել է հրաժարվել Ղրիմից, ինչին հետևեց Զելենսկու հերքումը։ Իսկ Մոսկվան հրադադար է առաջարկում առայժմ երրորդյա հաղթանակի 80-ամյակի տոնակատարության օրերին։ Մասնագետները նախ ուսումնասիրեցին ու վերծանեցին այս կադրերում Թրամփի շուրթերի միմիկան, պնդեցին, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնին Թրամփն ասում է դուք այստեղ չպետք է լինեք։ Հեռանում է Զելենսկու մեծ կնքահայրերից մեկը։ Երկու կարմիրաթոռ Վատիկանում ու Վաշինգտոնի տխրահռչակ բախումից հետո առաջին անգամ դարձյալ ռուս-ուկրաինական հարցը տետատետ քննարկելու են նստում Թրամփն ու Զելենսկին։ Հանդիպումից մեկ օր անց արդեն Թրամփը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել կրակոցները եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բացի այդ, մի ուշագրավ հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահը, կարծիք է հայտնել, թե Զելենսկին պատրաստ է զիջել Ղրիմ թերակղզին Ռուսաստանին, ինչը Ուկրաինայի առաջնորդը վաղուց կարմիր գիծ էր համարում։ Թրամփի այս հարցազրույցից ժամեր անց Զելենսկին դարձյալ ասում է այդպիսի տեսակետ չունի, ձևակերպել է, թե Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք։ Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի սահմանադրությանը, մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է։ Տարածքները ցավոք ժամանակավորապես օկուպացված են, Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել զենքի սպառնալիքով, եւ դրա արդյունքները ոչ ոք չի ճանաչի։ Ով է ավելի լավ խաղում, Թրամփը, որ վստահ է այսպես թե այնպես Ղրիմը կմնա ռուսական տիրապետության տակ նաև պատերազմի ավարտից հետո, թե Զելենսկին, որ ժողովրդահաճո հայտարարություններ է անում Վատիկանից Կիև հասնելուն պես։ Թրամփը փորձում է ամենքերպ զինադադարի համաձայնության հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ փորձում է կողմերի վրա ճնշումներ գործադրելով հասնել իր նպատակին։ Նա մեկ ռուսական կողմի նկատմամբ է ճնշումներ գործադրում, որ ծանր պատժամիջոցներ կկիրառի, մեկ ուկրաինական կողմի։ Զելենսկու համար ծանր հետևանքներ կունենա Ղրիմի հարցում հետ քայլը։ Դա քաղաքագետը իրատեսական չի համարում։ Նաև կարծում է հակամարտության կուլմինացիան մոտ չէ։ Հնարավոր տարբերակ կարող է լինել ժամանակավոր դադարը, ըստ որի կողմերը կմնան այն բնագծերում, որտեղ կլինեն այդ պահին։ Սա իհարկե ռուսական կողմին ձեռնտու տարբերակ է, միայն թե ուկրաինական կողմը իր ուզած երաշխիքները չի ունենա, որ ուժերը վերականգնած Ռուսաստանը չի վերադառնա ճակատ։ Երաշխիքները որոշնակ չի կարող տա, մանավանդ 2014 թվականից հետո էլ Մինսկյան համաձայնություններից հետո տեսանք, որ Ռուսաստանը 2022 թվականին հարձակվեց արդեն Ուկրաինայի վրա։ Զելենսկին առաջարկում է Ուկրաինային շտապ ներգրավել ՆԱՏՕ-ի կազմ, որը որ ըստ նրա երաշխիք կլինի, որ Ռուսաստանը չի հարձակվի վրա։ Սակայն այստեղ էլ էլի խնդիրներ կան։ 4 երկրներ դեմ էին։ Եվ որքան էլ Թրամփը օր առաջ հակամարտությունը կանգնեցնելու կոչեր է անում, կողմերի հռետորաբանությունը խաղաղության մասին չէ։ Զենքի արսենալի սպառմանը զուգահեռ հաջողություն չի գրանցում Թրամփի ձեռնարկած դիվանագիտությունը։ Պուտինը 3 օրով կրակը դադարեցնելու որոշում է կայացրել բացառապես հայրենականի հաղթանակի տոնակատարությունների առիթով, բայց եթե Կիևը որոշի այդ օրերին կրակել, ըստ ռուսական կողմի համարժեք պատասխան կստանա։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Վերադառնանք Հայաստան, արտահանման նվազող ցուցանիշներ, որոնք բացասաբար են պրոյեկտվում ընդհանուր տնտեսության վրա։ Վիճակագրությունը փաստում է երամսյակի հետևից մեր երկրում արտահանման ծավալները նվազում են։ Վերաարտահանման հայաստանյան հարթակից օգտվելու կարիքը ԵԱՏՄ երկրները էլ չունեն։ Ֆինանսիստները մատնանշում են, պետք է վեկտորը փոխել դեպի եվրոպական շուկա, որտեղ սակայն ապրանքների սերտիֆիկացման խիստ պահանջ կա։ Այս հարցում արտահանողները պետության աջակցությունն են ակնկալում։ Տարին լավ չի մեկնարկել արտահանող տնտեսվարողների համար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են խոսում նաև այդ մասին։ Այս տարվա առաջին երամսյակում արտահանման անկումը 61.8% է եղել, հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6%-ային կետով։ Վերլուծաբանների տնտեսագետների գնահատմամբ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճով։ Հիմնականում դա
պարված է նրանով, որ ապահովման ոսկի հսկայական քանակի արտահանում էր նախորդ ժամանակներում Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Չինաստան։ Հիմա այդ վերարտահանելը նվազեց, որովհետև նաև Ռուսաստանում հարկերի փոփոխություն եղավ։ Մեր իրական հնան 5%-ի կարգ է, ավելի ցույց հնան հիմնականում պարված է եղել վերարտահանումներով։ Հայաստանի արտահանման եւ վերաարտահանման շուկայի առույցի բաժինը ԵԱՏՄ-ն է։ Հիմա տնտեսագետների ապրանքատեսակներ կան, որոնց կարիքը Ռուսաստանը չունի։ Մեր արտահանման մեջ մեծ ծավալներ են գրավում դեպի Ռուսաստան գնացող մոբիլ հեռախոսները, լվացքի մեքենաներ, կենցաղային սարքեր, փոշետտիչներ, որոնք որ դրսից բերվում վերարտահանվում են։ Հիմա Ռուսաստանը ականաբար իր սեփական արտադրություններն է զարգացնում։ Ինչ պետք է անի այս դեպքում կառավարությունը, որպեսզի արտահանող մեր տնտեսվարողները տեղում չդոփեն, գտնեն արտաքին այլ շուկաներ։ Առաջինը տնտեսական նոր ճյուղերի ստեղծում, գործարկում, դիվերսիֆիկացիա, ապրանքների եւ տնտեսական ճյուղերի, եւ երկրորդը արկա արտադրանքների պարագայում միջազգային սերտիֆիկացման լուծում, սերտիֆիկատների ստացում, որպեսզի հնարավոր լինի արտահանել այն երկրները, որոնք այդ սերտիֆիկատների դեպքում են միայն թույլատրում։ Կառավարությունը 2025-ին 5.6% աճ է կանխատեսել։ 2024-ին այն 5.8% էր։ Մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները հաճախակի էին պնդում, թե ամեն ինչ անելու են, որ այդ 5.6%-ը հասցնեն նույնիսկ 6%-ի։ Տնտեսագետ Մակարյանի դիտարկմամբ, սակայն, եթե հաջորդ եռամսյակային ցուցանիշներն էլ գոհացուցիչ չլինեն, ապա հնարավոր է, որ տարվա վերջում 5.6%-ից էլ ցածր տնտեսական աճ արձանագրվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 237 միլիարդ դրամ հենց այսքան են կազմել զինապահ ազգային հիմնադրամի միջոցները, որից 197 միլիարդ դրամը գոյացել է քաղաքացիների վճարած 1000 դրամներից, 13 միլիարդ էլ նվիրատուներից են ստացել։ 2024 թվականի տարեկան եւ այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվություններն է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենը, ասել, որ հիմնադրամը ավելացրել է հատուցման տոկոսները զինվորականներին եւ նրանց ընտանիքներին։ 2017-ից հետո առաջին անգամ պատերազմի մասնակից եւ զինապահ ազգային հիմնադրամի շահառուների ամսական հատուցումը բարձրացվել է ավելի քան 26%։ Սրա արդյունքում տարեկան 4 միլիարդ դրամ ավելի կտրամադրեն հայրենիքի պաշտպաններին։ Մի շարք կանոնակարգեր զինվոր շահառուների հորդորով ազգային հիմնադրամում եւս վերանայել են, որոշել փոխել։ Զինապահի երբևէ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել եւ փոխվել է, շարունակում են ստանալ զինապահի շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը, անկախ կարգի փոփոխության։ Զինապահն ըստ հիմնադրամի ղեկավարների այսօր էլ շարունակում է անկյունակարային հաստատություն մնալ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար, եւ այն խնդիրները, որոնք դեռ կան, այն մարտահրավերները, որոնց բախվում են զինապահները, ազգային հիմնադրամը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում, նաեւ համապատասխան արձագանքելով դրանց, վստահեցնում են կազմակերպության ներկայացուցիչները։ 2017 թվականից 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք տրամադրել 5491 շահառուների եւ մոտ 14000 նրանց ընտանիքի անդամների։ 2024 թվականի տարվա ավարտի դրությամբ մենք ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով եւ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպքեր ենք արձանագրել, որը բավականին փոքր թիվ է։ Դժբախտաբար 2024 թվականի առաջին եռամսյակում, եթե համեմատենք, մենք ունեցել ենք 147 դեպք, եւ դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։ Հայրենիքին կյանքը զոհաբերած ավելի քան 4300 հայորդու մասին տվյալներն ի դեպ արդեն հասանելի են զինապահի վերաթողարկված կայքում։ Այստեղ նաև մշտապես հասանելի կլինեն դրամական հաշվետվությունները, ընդ որում ինքնաշխատ հաշվիչի միջոցով մարդկային գործոնը բացառած, թափանցիկությունը սկզբունք է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Երևանում դատավորին դուրս են բերել դատարանի դահլիճից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատաքննությունը ընդմիջվել է, որից հետո դատարանի քարտուղարը ասել է, թե այն հետաձգվում է անորոշ ժամանակով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր Շենգավիթում դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ դատավորին բերման են ենթարկել։ Հիշեցնեմ, որ անցած սեպտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Դատավոր Գաբրիելյանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով։ Հաջորդ թեմայի մասին հարձակվում են հիմնականում սացիլավորների վրա, ոչնչացնում խոտ ու կանաչ, մտնում մարդկանց տները։ Շագանակագույն մաններ բզեզները, որոնց անունը անգամ անհայտ է, գրոհել են Արմավիրի դաշտերն ու արագ տարածվում են։ Գյուղացիները չգիտեն ինչպես դեղ ու ճար անեն, բերք ու բարիքի հույսը կորչում է։ Մասնագետներ են գործուղվել վնասատուների տեսակը բացահայտելու պայքարի ձևը որոշելու համար։ Փոքրիկ բզեզանման միջատները լցվել են Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ցանկատարածությունները։ Գյուղի բնակիչների համար անհայտ այդ միջատները գարունը դեռ չբացված հայտնվել էին հիմնականում սացիլավոր բուսատեսակների մեջ։ Սմբուկը, տագդեղը, լոլիկը դեռ չսացիլած միջատն ընկել է բույսերի մեջ ու արագ բազմանում է։ Հույսն է ուտում, դաժե սացիլը մինչև դաշտը սացիլելը, ինքը սացիլները, թաղածները ուտում է, տերևներով, բանով, պան դատրճան, պամիդոր, բիբար, ինչ որ սացիլ կա, որ ժողովուրդը պիտի դնի, դե մարգերի մեջ ցանում են, հետո հանում տեղափոխում են դաշտ։ Ոնց որ այդ դաժե սացիլն են, կանանչիներ կա, որ կանանչին է ուտում։ Շագանակագույն միջատներն ամբողջությամբ ոչնչացնում են նաև ճանապարհին հանդիպած մոլախոտերը, մտնում են մարդկանց տները։ Մենք ակադեմիա թաղամաս ունենք այդ 25 փողոցի վրա, 8-րդ փողոց 25 հանրակացարանը, որտեղ մի քանի տասնյակ հեկտար մշակում են, հիմնականը տեղա։ Գյուղի տարածքները նախկինում երբեք չեն տեսել նմանատիպ միջատների։ Դրանք սկզբից թրթուր են, սողում են դաշտերը, թևեր առնում ու տարածվում նաև հարևան համայնքի ցանկատարածությունները։ Դե կոնկրետ հենց բույսերի տեղ մի տեղ տեխի եմիշի խաղաների են վնասվել, որ բնակիչները դժգոհում էին, բայց հիմնականում ինքը այն մոլախոտերի բանի ոչ տիտանի բույսերի վրա է ավելի։ Մարզպետարանից աշխատակիցներ են եկել համայնք, միջատներին լաբորատոր փորձաքննության կենթարկեն, պարզելու նրանց տեսակը, նաև թե ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ այս միջատները շրջակա միջավայրի վրա։ Ըստ այդմ էլ կորոշեն պայքարի միջոցառումները։ Եթե վնասատու չլինեն, հնարավոր է համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Ողբերգական վթար Գյումրիում 5 մեքենա է բախվել, հրշեջ կամազը կողաշրջվել, զոհ ու վիրավորներ կան, այդ թվում երեխա։ Պայթյուն գազալցակայանում Երևան Սևան մայրուղու վրա մեքենաներ եւ արևային պանելներ են վնասվել։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի եթերում։ 17 անվանակարգը, որ կառանձնացնի լավագույնների երաժշտության ոլորտում Երևանը, պատրաստվում է խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը։ Տաղանդավորներին կորոշեն Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամները։ Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը հաշված ժամեր են մնացել։ Կանցկացվի Երևանում Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի ջանքերով։ Ստեղծագործական անձնակազմը հաճելի խառնաշփոթի մեջ է։ Չնայած դժվարություններին, բոլորը խանդավառված են եւ ամենը նախատեսված ընթացքի մեջ է։ Նախապատրաստական աշխատանքները եռանդուն կերպով առաջ են գնում։ Մենք գրեթե պատրաստ ենք արդեն, այսօր ունենք մեր վերջին փորձը եւ կարծում եմ ստացվել է ինչ որ նախորդ պլանավորված էր, թե բեմի դիզայնի հետ կապված, թե երաժշտական համարների հետ կապված։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած խազեր մրցանակաբաշխությունն ունի 17 անվանակարգ։ Տաղանդավոր արտիստներ են նոմինացված։ Անվանումը պատահական չի ընտրվել, Հայ միջնադարյան նոտագրությունն է, որը ժամանակին մեծն կոմիտասն է ուսումնասիրել։ Կազմակերպիչներն ասում են, որ այսպիսով փորձում են խազ թողնել հայկական երաժշտարվեստում, իսկ լավագույններին կորոշեն ակադեմիայի 300 անդամները։ Երաժշտական ակադեմիան փորձում է վերհանել բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք ասպարեզից դուրս են մնացել, ստվերում են։ Մրցանակաբաշխությունը իր շուրջ հավաքել է ոլորտի այն բոլոր աշխատասեր արտիստներին, ովքեր որ տարվա ընթացքում
աշխատում, բացի հանդիսատեսից չունեին գնահատական, այսինքն չունեին վերաբերմունք, չունեին մեծարման եւ նույն երգերը, նույն սիրված երգերը հարթակ, որտեղ կարելի էր նորից եւս մեկ անգամ ներկայացնել։ Մեծ հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխությունը կդառնա առիթ նաեւ ոգևորության ձև բոլոր երաժիշտների համար, բոլոր ստեղծագործող մարդկանց համար, որպեսզի իրենք արդեն ձգտեն նաեւ տարվա ընթացքում անել այնպիսի գործեր, որպեսզի հայտնվեն խազեր մրցանակաբաշխության անվանակարգերում։ Ակադեմիայի կարևոր առաքելություններից է արտիստների համար դեպի միջազգային շուկաներ նոր ճանապարհներ բացելը, հնարավորություն տալով նրանց լավագույնս ներկայանալ միջազգային հանրությանը։ Մրցանակաբաշխության հաղթողների ձեռքին է լինելու քանդակագործ Նուրի հեղինակած արձանիկը, որը արևի ու պարի պատկերով է։ Քանդակագործն այն կոչել է Խազապար։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Չինական ավտոմեքենաները օր-օրի նվաճում են աշխարհը, ավտոմոբիլային չինական հսկան Հոնցի բրենդը, որ որակի և շքեղության խորհրդանիշն է, արդեն ներկայացված է Հայաստանում։ Ավտոն վաճառքի և ավտոսպասարկման դռներն է բացել և առաջարկում է ամենապահանջված էլեկտրամեքենաների մեծ տեսականի։ Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ Հոնցի բրենդը Հայաստանում է։ Ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել Ավտո ընկերությունը, իր վաճառքի և սպասարկման ավտոսրահի դռները բացելով Երևանի Դավիթ Բեկ 138 կոտորակ 4 հասցեում։ Հոնցի մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար, այսօր արդեն հասանելի են նաև հայ գնորդին։ Ավտո ընկերությունը հիմնադրվել է հստակ նպատակով Հայաստանի ավտոմոբիլային շուկա բերելու միջազգային լավագույն փորձը։ Հոնցի բրենդը թե Չինաստանում եւ թե այլ երկրներում դարձել է որակի եւ շքեղության խորհրդանիշ։ Հոնցի էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդերանքը եւ ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել ել ավելի հաճելի։ Մեքենաներն առանձնանում են նաեւ հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ Auto-ի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում, մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, զարգացման մեծ ձգտում եւ տեխնոլոգիական ապագայի տեսլական, ինչը համահունչ է մեր բրենդի արժեքներին։ Մեզ համար մեծ պատիվ է Հոնցի ղեկին այս ճանապարհորդությունը միասին սկսելն ու հայ վարորդներին բացառիկ փորձառություն ընձեռելը։ Ավտոյում ներկայացված են Հոնցիի մի շարք մոդելներ, իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով։ Էլեկտրամոբիլները հագեցած են Apple CarPlay և Android Auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային ել ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին։ Մեքենաների արժեքները սկսվում են ընդամենը 8.700.000 դրամից։ Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150.000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Ի դեպ, Ավտոն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ կմատուցի ոչ միայն իր հաճախորդներին, այլև Հոնցիի բոլոր վարորդներին, նրանց տրամադրելով նաև իրականացված աշխատանքների պաշտոնական երաշխիքը։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Արմենիայի անակնկալը սիրելի հեռուստադիտողներին Տաթևյանների ընտանիքը իր խառնաշփոթ պատմություններով կրկին էկրանին է։ Ընտանեկան բարդ հարաբերություններ, կոնֆլիկտային իրավիճակներ անսպասելի լուծումներով, համեմված զվարճալի դվագներով։ Թարմացված դերասանական կազմով, նոր պերսոնաժներով Բոլոլա սիթքոմի 4-րդ երեթերաշրջանի առաջին սերիան դիտեք ժամի այս թողարկումից անմիջապես հետո։ Մեր թորը պետք է տղամարդ տղամեծանա, դրա համար որոշել եմ սպորտին։ Բոլոլան խառնաշփոթ նոր պատմություններով ու նոր դերասաններով վերադառնում է եթեր։ Բազմաթիվ հեռուստադիտողների ցանկությամբ սիթքոմի 4-րդ եթերաշրջանը շուտով կլինի էկրաններին։ Սիրված կերպարներին նոր եթերաշրջանում կտեսնենք արդեն նոր կարգավիճակով։ Կազմահամալրած նոր դերասաններն էլ Տաթևյանների հարևաններն են լինելու։ Նախագծի պրոդյուսեր, ավանդապաշտ թորդերում հանդես եկող Արմեն Պետրոսյանը վստահեցնում է նոր բոլոլաներ են լինելու։ Կոնֆլիկտային գծերը, որ շարունակվելու են մեզ մոտ, լինելու են նրա շուրջ, որ նախ նրանց երեխան սովորում է Նարեի հետ նույն դասարանում եւ բնավորությամբ տարբեր երեխաներ ունեն իրենց կոնֆլիկտը եւ գլխավոր կոնֆլիկտը դա իմ կնոջս եւ տվյալ նոր դերասանի եւ իր կնոջ միջև է լինելու։ Կերպարս գնդապետի կերպար է, ով աշխատում է, թոշակի չի անցել էլի։ Այստեղ մենչի հարևանն եմ,
ով մի քիչ նախանձով է վերաբերվում, որտեղ ինքը թոշակի է, ես աշխատում եմ։ Սեփխանյանի մարմնավորած գնդապետի կնոջ տերում Նանո Քալաշյանն է, որի հետ շարունակ հակամարտելու է Տիկին Ալան։ Թիթիս աղջկա կերպար եմ տանելու, գնդապետի կին եմ, ով սիրում է շատ գումարներ ծախսի, օնլայն գնումներ կատարի, իմ համար լրիվ սենց նոր այլ դեր է ու շատ սենց մեծ պատասխանություն եմ կրում։ 4-րդ եթերաշրջանում ես այս տան մայրն եմ ամփոփող, բայց ունեմ նաև նոր պաշտոն, դարձել եմ տատիկ։ Հլազա պապի։ Նոր կարգավիճակը նրան տվել են Ալեքսն ու Լիլիթը, ովքեր նախորդ եթերաշրջաններում երկար պայքարելով իրենց սիրո համար հիմա արդեն փորձում են երեխայի դաստիարակությամբ զբաղվել։ Մենք այս եթերաշրջանում ունենք նոր կարգավիճակ, ես 2 կարգավիճակ, Մագան 1, մենք արդեն ունենք երեխա։ Փորձում ենք մեծացնել։ Երկրորդ կարգավիճակի մասին ես առաջարկում չխոսենք, թող արդեն հեռուստադիտողները նայեն միանգամից։ Ռոզա եւ Սաքո ամուսնական զույգը նորից իրենց փոքրիկ խորամանկություններով են հանդես գալու հեռուստադիտողին։ Վաճառել են իրենց բնակարանը, մնացել առանց տանիք, բայց մեկ է կրկին շարունակում են խառնաշփոթ ստեղծել մյուսների կյանքում։ Սաքոն ու Ռոզան միշտ իրադարձությունների կիզակետում են, ինչպես միշտ փորձում են մի բան շարություն անեն, բայց հաջողությամբ չի պսակում։ Նոր եթերաշրջանում անկեղծ ասած շատ հետաքրքիր իրավիճակներ են զարգանում, կոնկրետ իմ կերպարը, Կարինի կերպարը անելանելի վիճակի մեջ է ընկնում նոր հարևանի պատճառով։ Աղաս Մանուկյանը որոշեց չպատմել իր կերպարին հանդիպող խոչընդոտների մասին։ Ուղղակի հավելեց, որ փոփոխություններ էլ կան։ Սիթքոմում հեռուստադիտողը կրկին կտեսնի արդեն իսկ սիրված Անի Արզումանյանին եւ Աննա Խաչիկյանին։ Ու չնայած գնալով ուժ գնացող խառնաշփոթին, որը տեսնում ենք էկրաններին, նկարահանումներն ընթանում են ջերմ ու ծիծաղի մթնոլորտում։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Ողբերգական վթար Գյումրիում 5 մեքենա է բախվել, հրշեջ կամազը կողաշրջվել է, զոհ ու վիրավորներ կան նաև երեխա։ Օրվա այս և մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Շղթայական խոշոր վթար Գյումրիում ողբերգական ավարտով Գարեգին Նժդեհ փողոցում 5 մեքենա են բախվել, այդ թվում ահազանգով դեպքի վայր շտապող հրշեջ կամազը։ Այն կողաշրջվել է, ըստ ներքին գործերի փրկարար ծառայության հաղորդագրության Ֆորդ Մագնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Պատահարի հետևանքով 6 հոգի, այդ թվում 3 փրկարական ծառայող տեղափոխվել են բուժհաստատություններ։ Վիրավորների թվում կա նաև 8-ամյա երեխա։ Նրանք Գյումրիի բուժհաստատությունից տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։ Առավոտյան պայթյուն է եղել Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում, բարեբախտաբար այստեղ տուժածներ չկան, վնասվել են կայանած 3 ավտոմեքենա եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Շամշյանի տեղեկացմամբ պայթյունը տեղի ունեցել գազալցակայանի հետամասում կոմպրեսոր մտնող խողովակից։ Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուին սպասարկող 57-50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է Երևանի ավտոբուս ընկերությունում։ Այստեղ որոշում են ընդունել վարորդին ազատել աշխատանքից, հայտնում են Երևան ավտոբուս ընկերությունից։ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին, Բավրա գյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 4-ից 5 բալ է եղել, երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ գրանցվել է Շիրակի Սարագյուղ, Ղազանչի եւ Մեծ Սեպասար գյուղերում։ Շինանյութի շուկայում մոտ 4 միլիարդ դրամից թվերային շրջանառություն է բացահայտվել խոշոր հարկ վճարողներից մեկի մոտ։ Պեկից հայտնում են, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը հաճախ չի տրամադրել համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր, եւ այդ գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ։ Հունական Ալեքսանդրիա քաղաքի փողոցներից մեկը Անդրանիկ Օզանյանի անունով կլինի։ Ալեքսանդրիայի հայ համայնքից փոխանցում են, որ հիմնականում Մշո գավառից հունական այս քաղաքում հաստատված հայերը դիմել են Ալեքսանդրիայի քաղաքապետարան առաջարկով, որ Անդրանիկ Օզանյանի անունով փողոց ունենան։ Քաղաքային իշխանությունը չի մերժել հայերի հայտը հաստատվել է եւ Ալեքսանդրիայի փողոցներից մեկը առաջիկայում մեծ հայդուկապետի անունով կլինի։ Սիրան Շուրեդյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին օդերևութաբանները վաղը կարճատև անձրև եւ ամպրոպ են կանխատեսում։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ այրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 20 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 17-ից 22, Լոռիում 13-ից 16, Տավուշում 15-ից 18 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 20-ից 22, Սյունիքի հովիտներում 20-ից 24, իսկ Սյունիքի նախալեռներում 14-ից 18 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 8-ից 10 աստիճան ջերմություն, ցերեկը 19-ից 21, երեկոյան ժամերին 15-ից 17 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։